Ժողովուրդ ջան, օրինակ հարց չի առաջանում, ինչու Նիկոլ Փաշինյանը հասել է Լոռու մարզ եւ ասում է, որ օրինակ հոմիշ ստեղ Հայաստան չի եղել, հոմիշ ստեղ հայերը չեն ապրել։ Ասենք Լոռու մարզում Քարոզարշավի ժամանակ իմաստով նա դրա մասին խոսելու։ Կամ ինչու Արադ Միրզյանը կապանում ասում է, որ մենք ադրբեջանական հողեր ենք տիրապետում։ Իսկում ի՞նչն է պատճառը, ինչ Քարոզարշավի թեզա։ Ասենք պետք է ասի բորդուր ենք դրել, ասֆալտ ենք արել, մանկապարտեզ ենք կառուցել, թոշակ ենք բարձրացրել, չէ՞։ Բայց գնացել են ասում են, օրինակ, միշտ չի որ հայերը ստեղ ապրել են, 90% հայերը որ ապրեն, ցույց ինչ-որ թեզեր։ Իսկ եթե մի քիչ ուշադիր լինեք, կտեսնեք, որ Ալիևն է ասում, որ Հայաստանը դեռ մեծ հողեր ունի տալու, իսկ դա ընտրությունների ընթացքում ժողովրդին նախապատրաստում է արտգործ նախարարը, որ պետք է տանք, որ քվեարկությամբ դուք մանդատ եք տալ իրանց նոր հողեր Ադրբեջանին տալու վերաբերյալ։ Ավելին, երեկվա Նիկոլի հայտարարությունն նրա մասին է, որ քվեարկությամբ դուք մանդատ եք տալիս իշխանությանը, որ սկսեն քննարկել արդեն Հայաստանի տարածքի անցյալը եւ ապագան։ Եթե գտնում են, որ անցյալը մենք այստեղ չենք եղել, այս մոնոէթնիկ ձևով, դե խոսում են այն մասին, որ պետքա դա ռևերս լինի, հետեւաբար ապագայում չենք լինելու այդ մոնոէթնիկ ձևով, խի որովհետեւ Ալիևը բազմիցս բողոքել է, որ Հայաստանը միակ հետ խորհրդային երկիրն է, որը մոնոէթնիկ է։ Ինչ նկատի ունի։ Մարդը բողոքում ասում, խեք դուք մենակ հայերով եք ապրում։ Ինչ ա ուզում։ Ինչ ա ուզում Նիկոլը, որ գնացել է Լոռու մարզում, այս նույն բաները ուզում է քարոզի։ Ինչ ա ուզում։ Ժորժ ջան, այս թեմաներից մենք հասկանում ենք, մենք գիտենք այս խնդիրները ոնց կարելի է լուծել։ Սրա դեմը ոնց կարելի է առնել։ Դրա համար ենք այս ընտրություններին մասնակցում, ու ձեզ կոչ ենք անում հունիսի 7-ին կատարել ճիշտ ընտրություն։ Քվեարկել մեր թիմի օգտին, թիվ 19-ը։ Աստված պահպան Հայաստանի Հանրապետությունը։ Տարածեք։